Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հայուհիներին։ Ինչպես եք սիրելիներս, այսօր առաջարկելու եմ գարնանային շատ համեղ աղցան, որ ասում եմ շատ համեղ, գիտեք, ես որ ասում եմ, այդպես է լինում է։ Ամենակարևորը առողջարար աղցան է, բայց նաև հագեցնող աղցան է, այսինքն որ դու դա ուտես, կարող ես որպես ճաշ ուտել, ուրիշ բան չուտես։ Այնպես որ անցնում ենք առաջ, սիրելիներս, ես արդեն կանաչ լոբին, սառեցած լոբի եմ օգտագործել, բայց քանի որ հիմա սեզոնն է, ունեի սառնարանում ասացի օգտագործել վերջացնեմ, կարող եք թարմ լոբի օգտագործել եւ կարտոֆիլ։ Կարտոֆիլը նոր կարտոֆիլ է, 1 կարտոֆիլ է եւ մոտավորապես 100 գրամ լոբի է։ Արդեն կտրատել, լվացել, մանրացրել եմ, պետք է դնենք գազօջախին ու թողնում ենք, որպեսզի եփվի։ Սիրելիներս, շատ չենք եփում, որպեսզի չդառնա եփված ու փխկված բանջարեղեն։ Ուզում եմ, որպեսզի այն լինի տեսքը գեղեցիկ եւ ոչ շատ փափուկ, որպեսզի աղցանի մեջ համեղ լինի։ Իսկ հետո ունենք սիսեր, գլխավոր բաղադրիչներից, արդեն եփված, կեղևազատված, դուք ինչպես ուզում եք, կարող եք սիսերի փոխարեն նաև սպիտակ լոբի օգտագործել։ Եվ ունենք շերի տեսակի լոլիկ, այն հիմա պետք է գազօջախում եփենք։ Լոլիկները ընդամենը 2 մասի ենք բաժանում, մի փոքրիկ համեմելու ենք եւ ուղարկենք գազօջախ։ Ջեռոցը արդեն ես միացրել եմ, որպեսզի տաք լինի, որպեսզի շատ արագ ստացվի։ Լոլիկները չպետք է շատ եփվեն, պարզապես մի փոքրիկ պետք է թուլացնենք։ Այսպես 2 մասի ենք բաժանում, աշխատեք, որպեսզի լոլիկը լավ կարմիր լինի, որպեսզի տեսքը եւ համը տեղում լինի։ Մի փոքրիկ ձեթ ենք անում, շատ պետք չէ։ Աղ ենք անում և սև պղպեղ ենք անում և պարտադիր օրեգանո ենք անելու, որովհետև հենց սա է լոլիկի համն ու հոտը, սիրելիներս, այսպես, հիմա ուղարկում ենք ջեռոց, 180 աստիճանում ենք խելու, եփելու, մի խոսքով, մինչև որ երևի 10 րոպե էլ պետք չէ, մի փոքրիկ թուլացնելու ենք, որպեսզի գեղեցիկ լինի։ Դե իհարկե 10 րոպեն հարաբերական է, հնարավոր է մեկի մոտ ջեռոցը մի քիչ ավելի շատ է տաքացնում, մի քիչ ավելի քիչ, քանի որ տարբերվում են ջերմաստիճանները, հետո դուք տեսքից արդեն կտեսնեք ինչպեսի տեսք պետք է ունենա։ Սիրելիներս պատրաստ է, տեսեք լոլիկը ինչպիսի տեսք պետք է անենա, որովհետև խոստացել էի, չէ, որ դուք պետք է տեսնեք։ Իմ մոտ ընդամենը 12 րոպե պահեցի, կարտոֆիլը եփված է, դեռ տաք է, լոբին եփված է, մի քիչ շատ եփեց, որովհետև սառեցած լոբի է, գիտեք, ավելի շուտ է եփվում, բայց ոչինչ, խնդիր չկա։ Սկսում ենք հավաքել մեր համեղ աղցանը, սալաթի ուզում ասել, բայց ոչինչ կլինի։ Ուրեմն ավելացնում ենք սիսերը, սիրելիներս, սիսերը 250 գրամ է, եփված վիճակում է 250 գրամ, մոտավորապես 1 բաժակ սիսեր եմ օգտագործել, եթե իհարկե չափը հետաքրքրում է, չնայած աղցանները գիտեք, մի քիչ շատ, մի քիչ քիչ, իմ կարծիքով խնդիր չկա։ Ավելացնում եմ լոբին, կարտոֆիլը, լոլիկը, Սիրելիներս, ամենակարևոր բաղադրիչը պեստո սոուսն է, ինքը արդեն համեմված, շատ համեղ սոուս է, եթե հնարավորություն ունեք, արդեն պատրաստի ձեռք բերեք, եթե ոչ տանը պատրաստեք, իմ ալիքում կա, հղումը կդնենք, թե ինչպես է պատրաստում պեստո սոուսը, մոտավորապես 1 ճաշի գթալի չափով է։ Կանաչ սող, սա իմ այգուց եմ կտրել, և մի փոքրիկ համ եմ։ Այսպես հանր կտրատում ենք
Եվ ավելացնում ենք աղցանին։ Սև պղպեղ ենք անում, մի փոքրիկ աղ ենք անում, մի փոքրիկ էլ ձեթ ենք անում, ես զեյթունի ձեթ եմ օգտագործում։ Ու հիմա մի լավ էսպես խառնում եք, ասեք, որ հրաշք է։ Պեստո սոուս այնպես ենք անում, որ լավ խառնվի, որովհետև համն ու հոտը հենց ինքն է ապահովելու։ Սիրելիներ, որ ասում էի, որպես աղցան չի, որպես ուտեստ է, հիմա նորից համոզվեցի, սա երկրորդ անգամն է, որ պատրաստում եմ, առաջին անգամ պատրաստել էի, դուրս եկավ, ասի ձեր հետ կկիսվեմ անպայման, քանի որ հենց այսպես ուտեստ, որպես ուտում ես ու կշտանում ես, մի փոքրիկ է սև հաց, բայց թավայի մեջ կար մնացած, ավելի համեղ է։ Հիմա կփորձեմ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, իմ հետ եք եւ առհասարակ պատրաստում եք իմ բաղադրատոմսերը, ամենակարևորը, որ նկարներ ուղարկում եք, ես էլ տեսնում եմ, ուրախանում եմ։ Հրաշք է սիրելիներս, անպայման պատրաստեք, չեք փոշմանի։